Բայց այնքան նամակներ ենք ստանում հարաբերությունների մասին ընկերուհիների միջև, որ ասենք դժվար է տղամարդու հետ գտնել այդքան տոքսիկ հարաբերություններ, ոնց այդ ընկերության ներսում է։ Ու նույն կերպ, նույն ոնց որ տղամարդու մասին են գրում, իսկ ես նորմալ է թե չէ, ես փորձում եմ իրան հասկանամ, ինքը ինձ չի հասկանում։ Նույնն էլ ընկերուհիների մասին է, սիրելի աղջիկներ, ես ուզում եմ, ասենց չգիտեմ, ասենց կարմիրով միտեղ գրեք, ստիկերով կպցնեք, որ օքեյ չի, երբ որ դուք ինչ որ մեկին համարում եք ձեզ ընկեր, տղամարդկանց տեղ չեմ ուզում օրինակ բերեմ, ճիշտ ասած դժվար եմ պատկերացնում աղջկան նախանձող տղամարդ, բայց դա դեռ թողնենք մի կողմ։ Կան, դա այդպիսիքին էլ եմ ճանաչում։ Okay, հետո հայկանն ու իր պատմությունները, բայց եթե դուք ակնհայտ տեսնում եք, որ ձեր ընկերուհու կողմից ձեր նկատմամբ կա նախանձ, ձեզ նվաստացնելու ցանկություն, արժեզրկելու, ձեզ իջեցնելու ու ձեր հաշվին իրեն ավելի բարձրացնելու ցանկություն, դա իրոք ընդհանրապես հարցրեք ձեզ ինչի եք տենց մարդկանց ընտրում ու ինչի եք տենց մարդկանց սիրում ու վախում եք բաց թողնել, որովհետև ընկերուհին բացի ձեզ սատարող, աջակցող, բարձրացնող, ձեզ բարձրացնող ու ամեն դեպքում այդ կանանց սոլիդարությունը կա, ես մի քիչ սկեպտիկ եմ մոտենում նրան, որ բոլոր կանայք բոլորին պետքա սոլիդար լինեն, ես շատ այդտեղ հարցեր ունեմ, բայց երբ ձեր ընկերուհին է իր ապրիորի իր ֆունկցիայի առաջին մի քանի կետերը, top կետերը, այդ աջակցել, սատարել, ձեզ բարձրացնել, ու ոչ մի քիչ ասում իր հաշվին բարձրացնել կամ ինքն իրան արժեզրկելով, բայց ձեր բոլոր լավ կողմերը հստակ առանձնացնել, ձեզ բարբերաբար հիշեցնել այդ մասին, վատ կողմերն էլ, եթե նույնիսկ ասում է, ոչ թե ինչ որ քննադատություն, այլ այն որ իսկ հիմա տենց կարես աշխատես այդ ուղղությամբ, իհարկե առանձին, միանշանակ առանձին, առանց երրորդ մարդու, դաժե երրորդ ընկերուհու անելը։